Բարի լույս, բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, մենք կրկին ուղիղ եթերում ենք նոր ու բազմաբովանդակ թեմաներ քննարկելու եւ ձեզ պատմելու մասին։ Առաջարկում ենք արթնանալ, նախաճաշել, սրճել ու մնալ էկրաններին, որովհետեւ այսօր եւս արվեստոտ ու հետաքրքիր քննարկումներ ենք ունենալու, բայց մինչ այդ հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 11-ին ամբողջ աշխարհում նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը։ 2011 թվականին այսօրը սահմանվեց Միավորված ազգերի կազմակերպության կողմից նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այնպիսի խնդիրների վրա, որոնց բախվում են ամբողջ աշխարհում աղջիկ երեխաները, այդ թվում վաղաժամ ամուսնությունից մինչև կրթությունից հարկադրված զրկում, սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներ եւ այլն։ Եկեք եւս մեկ անգամ հիշենք եւ կարեւորենք, որ յուրաքանչյուր աղջիկ իրավունք ունի ապրել, կրթվել եւ յուրաքանչյուրն էլ կարող է ինքնուրույն որոշում կայացնել։ Եվ իհարկե հիշելով այս հարցը եւ յուրաքանչյուրս մեր տեղում պայքարելով այս խնդիրների դեմ կարող ենք մեր հասարակությունը առավել առողջ եւ լավը դարձնել։ Եվ այժմ անդրադառնալով արդեն մեր քննարկելիք թեմաներին, նշեմ, որ ամիսներ առաջ օգոստոսի 13-ից 17-ը Ղազախստանի Կոստանահայ քաղաքում մեր պատվիրակությունը մասնակցում էր Ոսկե միկրոֆոն 21-րդ ամենամյա միջազգային մրցույթին։ Մեր տաղավարում են հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը եւ պատվիրակ Անահիտ Գալստյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Նախ շնորհավորում եմ ձեզ մրցույթին մասնակցելու երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար մրցույթային երկրորդ օրերում։ Պատմեք ձեր տպավորությունները, ինչպես եք վերադարձել։ Նախ բարի առավոտ, շնորհակալ ենք հրավերի համար, վաղուց ձեզ մոտ չէինք եղել տաղավարում ու կարոտել էի ես ամեն ինչը։ Ինչ հաճելի։ Շատ հաճելի է։ Եվ շաբաթ օրով իրապես այսօր բոլորը հանգստանում են, իսկ մենք իհարկե մշակույթ ենք, այո, տալիս։ Ինչ վերաբերում է մրցույթին, մրցույթը շուրջ 5 տարի է, որ մենք մասնակցում ենք, արդեն 5-րդ անգամ է, եւ յուրաքանչյուր տարի բնականաբար ունեցել ենք մրցանակներ, առաջին մրցանակ, երկրորդ մրցանակ, գլխավոր մրցանակ, եւ այս տարի այնպես ստացվեց, որ Անահիտը որոշում կայացրեց, որ Անահիտը ներկայացնի, եւ հետաքրքիրն այն էր, որ դե Անահիտը փորձ ունի, իհարկե, մենք բոլորս գիտենք Անահիտին Սլավյանսկի բազար միջազգային մրցույթից, այլ մրցույթներից եւս, եւ Անահիտը շատ ակտիվ ստեղծագործող անհատ է, անհատ աղջիկ է, ինչպես այսօր աղջիկների օրն է, այդեն, այսպես շեշտենք, եւ գնացինք եւ այսպես մասնակցեցինք բավականին մեծ թվով մասնակիցներ կային, երկրներ էին շատ, տեղի ունեցավ հետաքրքիր եւ մշակութային փոխանակում միմյանց հետ ազգերի միջև, ինչպես նաեւ իհարկե մրցանակ ստացանք, կառաջարկեմ, որ Անահիտն էլ մնաց։ Իհարկե մենք Անահիտից անպայման ճշտելու ենք իր տպավորությունների մասին, այդքան բեմեր բարձրանալուց հետո այս մեկն ինչպիսին էր։ Իրականում շատ հիանալի էր ամեն ինչ, մասնակիցների ելույթներն էլ էին շատ լավը եւ կարծում եմ իմ ելույթն էլ է լավը, բայց պետք է ավելի աշխատել, ձգտել առաջինին, ձգտել հաղթանակին, ընտրված էր Վարդուհի Վարդանյանի Հայաստան աշխարհ կատարումը եւ Սելենզիոնի I Surrender-ը, բարդ կատարումներ, բայց ինձ թվում է ես հաղթահարեցի։ Իսկ որ ելույթը տես ավելի շատ հավանել այդ երկու մրցույթային օրերում։ Վարդուհի Վարդանյանի Հայաստան աշխարհը, քանի որ դա նաև երգել եմ գալա համերգում, երբ որ Կոստանա քաղաքի հենց ծնունդներ եւ մեծ գալա համերգը արդեն իսկ քաղաքի կենտրոնում նշվեց, բազում մարդկանցով, հազարավոր մարդկանց մոտ երգում էին նաև Ղազախստանի աստղերը, որոնց հետ նաև երգեցին այն մարդիկ, ովքեր արդեն հաղթանակը ստացել են որպես գալա համերգ։ Եվ ի վերջո հայ հայերեն երգ այո ներկայացնելը վստահաբար ավելի հաճելի եւ քեզ համար էլ պատվաբեր է։ Վստահ եմ նաեւ շատ մասնակիցների հետ ես ծանոթացել, ընկերացել ես, կան այնպիսիք, որոնց հետ դեռ շփումը պահպանում ես։ Այո, այնտեղ նույնիսկ ես հանդիպեցի Սլավյանսկի բազարից իմ ընկեր դարձած Շերխան Արիստանի հետ, 2 տարի առաջ մենք իրար հետ էինք այնտեղ նույնպես։ Նույն հարթակում մրցում էինք, այո։ Այս անգամ եւս ուղղակի նա ուրիշ խմբում էր, 4 խումբ կար փոքրերի, միջինների, մեծերի եւ պրոֆեսիոնալների եւ ամեն խմբում մոտավորապես 25 հոգի կար, այսինքն շատ մեծ մասշտաբով մրցույթ էր։ Ընկերացանք նաև Ամերիկայի, Անգլիայի աղջկա հետ, Էլիզաբեթի հետ, շատ հաճելի էր ամեն ինչ, նա նույնիսկ
փոքրիկ նվեր ինձ տվեց, սիմվոլիկ, եւ այդտեղից սկսվեց մեր շփումը, այո։ Հրաշալի, ես այսօր խնդրելու եմ քեզ փոքրիկ կատարում կատարել եւ նվիրել մեզ Վարդուհի Վարդանյանի ստեղծագործությունից, եթե իհարկե դեմ չես լինի։ Մինչ դու կպատրաստվես, վրեժից ճշտենք, թե ինչպես ընտրեցիք հենց Անահիտին այս տարվա որպես պատվիրակ։ Ինչպես արդեն նշեցի, Անահիտը, քանի որ ունի փորձ եւ մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, մի փոքր Սլավյանսկի բազարից հետո փոքրիկ դադար ունեցանք, մի քիչ ուժերը հավաքեց, հետո կենտրոնացավ, նաեւ երգացանկը, ռեպերտուարը եւս թարմացրեց եւ երբ որ հրավերքը եկել էր մեր դասախոսների հետ զրույցի ժամանակ ներկայացնում են երբեմն երբ որ խոսում ենք իրար հետ, թե ով է լավ, ում կարելի է եւ այլն եւ Լիլիթ Պապոյան, ով իր ուսուցիչն է, ասաց, որ Անահիտը ունի նոր ստեղծագործություններ, պատրաստ է եւ արժե եւս մեկ անգամ։ Դե քանի որ Անահիտն էլ արդեն հաղթող է եւ փորձ ունի մեծ, բնականաբար պետք է նորից, քանի որ նաեւ դերևս այնպիսի ժամանակաշրջան է գալու Անահիտի համար, մի պահ կարող է մի փոքր մուտացիոն շրջան լինի, մի քիչ ավելի ոչ մրցութային դառնա, այսպես ասեմ, բայց երգելու է միանշանակ ինքը երգում է, բայց այսպես, այսինքն երբ որ լսեցինք ստեղծագործությունները, միանգամից որոշում կայացրեցինք, որ այո, պետք է իրեն ներկայացնենք եւ գնացինք ու այդպես էլի նորից մրցանակով այո վերադարձանք։ Գիտեմ, որ 84 երկրներից մասնակիցներ ունեինք եւ նշեցիք նաեւ, որ Հայաստանը արդեն 5-րդ տարին է ինչ մասնակցում, ինչպես ստացվեց, որ մենք դարձանք այս մրցույթի ամենամյա մասնակիցը։ Քանի որ Ղազախստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ կա բավականին լավ մշակութային կապեր եւ մենք ոչ միայն Ղազախստանում մասնակցում ենք միջազգային մրցույթների, այլ նաեւ համերգային, պաշտոնական ընդունելությունների եւ տարբեր միջոցառումների եւ այնպես ստացվեց, որ այսինքն դա դարձավ եւս մեկ ավանդական, իդեպ մրցույթ իրականացում է բացառապես իրենց մշակույթի նախարարության հովանու ներքո, դա պետական սիմվոլով մրցույթ է եւ ամենամյա է ինձ հրավիրեցին առաջին անգամ ժյուրի, հետո հաջորդ տարի արդեն սկսեցինք նաև մասնակից ներկայացնել, այնպես որ Ղազախստանի հետ լավ հարաբերություններ կան եւ կարծում եմ, որ դեռևս կշարունակվեն դրանք։ Հրաշալի, իսկ ամեն տարի ինչպես եք ընտրում մասնակիցներին, Անահիտին արդեն հասկանալի է, կարծում եմ մեզ դիտող փոքրիկ հեռուստադիտողները, պատանի հեռուստադիտողները հիմա անհամբեր սպասում են, որ լսեն ինչ-որ մի հնարավորություն, որ իրենք էլ կարող են ինչ-որ մի օր թեկուզ նախընտրական փուլին մասնակցել։ Մենք մի քիչ մոնոպոլիստ ենք, ընտրում ենք մեր դպրոցի սաներից ավելի շատ։ Պետք է նախ գալ եւ ձեր դպրոցում սովորել։ Եթե իհարկե ցանկություն ունեն։ Իսկ հաջորդը, այսինքն մենք նախապես պլանավորում ենք յուրաքանչյուր տարի, 1 տարի առաջ այն բոլոր մրցույթները, որոնց որ տարվա մեջ մասնակցում ենք աշխարհի տարբեր երկրներում, պլանավորում ենք նախապես, որ այսինչ ամսվան կա այս կոնկուրսը եւ այլն եւ պետք է համապատասխան իհարկե մասնակիցներ գտնել կամ տեսնել մեր ռեսուրսներից, եթե մասնակցում ենք, ինչ կարգավիճակով եւ այլն։ Մեծ թիմ կա, որ աշխատում է, այդ թիմը ունի լավ պատրաստվածություն, մեծ փորձ եւ իմ գործընկերները միանշանակ միշտ կանգնած են մեր թիկունքին եւ Շարլ Ազնավուր քոլեջը այսօր արվեստի, երաժշտ արվեստի ոչ միայն, այլ արվեստի բնագավառում բավականին լուրջ կադրեր է ֆիլտրում դեպի երկրի լավագույնները դառնալու։ Հրաշալի։ Անահիտ, պատրաստ ես դու արդեն մեզ համար փոքրիկ կատարում կատարել։ Խնդրեմ։ Այո։ Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ ու հավերժ միանուն դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ։ Բրավո Անահիտ, իսկապես հրաշալի կատարում է, ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպես ներկայացրել այս երգը եւ ինչպիսի ոգևորությամբ են քեզ դիտել քո ծնողները, հարազատները, բարեկամները, հետո արդեն ելույթը։ Իդեպ ասեմ, որ ներողություն, եթե կարելի է ավելացնեմ, բավականին շատ մեծ մրցակցություն էր եւ մասնակիցները շատ բարձր պատրաստականություն ունեին իրենք։ Ես չեմ խոսում նաեւ նրա մասին, որ պատկերացրեք կար այնտեղ նաեւ պրոֆ, այսինքն կատեգորիա եւ պրոֆները արդեն իրենք պրոֆեսիոնալ երգիչներ էին, բայց ասեմ, որ Անահիտը իր
այս հասակում եւս հետ չընկավ այդ պրոֆ կատեգորիայից եւս եւ ունեցավ մրցանակ, շատ դժվար էր մրցանակ ունենալը, ելի եմ ասում շատ ուժեղ մրցույթ է։ Քանի որ խոսում ենք այդ դժվարություններից, եթե կան ինչ-որ հետաքրքիր պատմություններ, թեկուզ այդ փոքրիկ դժվարությունները, որ կարող ենք պատմել, կարծում եմ արժանի է մեր հեռուստադիտողը իմանալ դրանք։ Վերջին ելույթը, որ առաջին օրը ես երգում էի Ավարթուի Վարդանյանի Հայաստան աշխարհը, երկրորդ օրը պետք է երգեինք I Surrender-ը, Սելենձյոնի I Surrender կատարումը, սակայն քանի որ պետք է սպասեինք մինչև փոքրերը ավարտեին, հետո մեծերը տենց շատ պետք է սպասեինք, շատ էինք հոգնել, քանի որ երկու ելույթներն էլ մի օրում պետք է երգեինք, այսինքն մենք պետք է սպասեինք այնքան մինչև մեր ելույթը երգեինք, հետո էլի սպասեինք մինչև մեր հաջորդ ելույթը, եւ քանի որ ես ինձ շատ վատ էի զգում, որոշեցինք գնանք մեր համար, հանգստանանք մի փոքր եւ հետո գնանք։ Հեռավորությունը բեմից դեպի մեր հյուրանոց 10 րոպեի վրա ճանապարհ էր, բայց եղանակի եւ խցանման պատճառով մենք ուշանում ենք մեր ելույթից, ես լարված, ես դողում եմ ամբողջ ուժով, մենք տաքսու վարորդին ասում ենք, խնդրում ենք էլի մի քիչ արագ քշեք, բայց անձրև ուղղակի հեղեղում էր եւ ահավոր խցանում էր, հա։ Մենք զանգում ենք այդ կազմակերպիչներին, ասում ենք, խնդրում ենք մեզ դրեք հերթը փոփոխեք, որ մենք մի քիչ ուշ լինենք, որովհետեւ չենք հասցնի, գուշանանք։ Մնացածը թող պարոն։ Մի խոսքով մի կերպ կարողացա էր, որ իրենց կատեգորիայում կար եւս մի աղջիկ, ով երգում էր այդ նույն ստեղծագործությունը, բայց ժիրիվիովկայի ժամանակ, վիճականության ժամանակ վիճականություն է լինում եւ յուրաքանչյուրը ընտրում է իր համարը։ Այնպես էր եղել, այդ աղջիկ իրենից հետո պետք է ելույթ ուներ։ Ընդամենը 2 համար պատկերացնում եք եւ ես բարձում եմ, խոսում եմ Արմինեի հետ, Մայրիկի հետ, ասում եմ Արմինե ջան, որտեղ եք, բան ճանապարհն ենք, չենք հասցնում եւ այլն։ Եվ այնպես է ստացվում, որ արդեն պետք է այդ աղջիկը դուրս գա բեմ, որովհետև դե Անահիտը չի հասել։ Եվ այդ պահին, երբ որ գրում են, որ իրենք հասել են, ես բանին գրում եմ, ես Արմինեին գրում եմ, որ Արմինե ջան, որտեղ եք, ասում է դե արդեն այդ աղջիկն է, բայց մենք բեմը հարտակում ենք, այս պահին կանգնած ենք, եւ ասում եմ կարող է Անահիտը դուրս գալ բեմ, ասում է իհարկե կարող է, եւ ասում եմ անպայման փոխեք այդ համարը։ Ես հանգիստ ստացեմ, գիտեմ, որ մի ելույթից հետո պետք է հանգստանա, շունչ քաշի։ Մեկ էլ հայտարարում են Անահիտ Գալստյան, ես ոնց վերեմ թռնում միկրոֆոնը տալիս են ձեռս, ես գնում եմ բեմ։ Իդեպ մրցույթը եւս իրականացվում է իրենց ֆիլհարմոնիայում, որ նորակառույց շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող լուսային, ձայնային ամենավերջին ժամանակակից դահլիճներից է համարվում եւ ասեմ, որ շատ ամենից շատ պրոֆեսիոնալ է կազմակերպված, հատուկ ռեժիսորներ իրենց առաջին ալիքից հրավիրվում են, որպեսզի մրցույթը նկարահանվի, ինչպես նաեւ Անահիտը արդեն նշեց, որ գալահամերգը, փակման համերգը տեղի ունենում Կոստանա քաղաքի հրապարակում կենտրոնական դրսում, հսկայական բեմ է դրվում, շատ մեծ մասշտաբի եւ այնտեղ ելույթ են ունենում, այնտեղի զգացողությունները այլ ֆանտաստիկ, այսպես էներգիա է։ Այո, եւ նմանատիպ փոքրիկ դժվարությունները իհարկե ավելի ստրեսակայուն են դարձնում վստահաբար նաեւ մասնակիցներին։ Հետաքրքիր է կազմակերպչական հարցերում ինչ բարդություններ, դժվարություններ ունեցել եք, որ կարող եք հիմա պատմել մեզ, կամ գուցե էլ ինչ որ զավեշտալի դեպքեր են եղել արդեն ձեզ հետ կապված կազմակերպիչների։ Այդպես շատ, այսպես ասած, այդպես խիստ դեպքեր չեն եղել, կազմակերպչական հարցերում պետք է ասեմ, որ շատ բարձր մակարդակով է ամեն ինչ կազմակերպվում եւ հատուկ ուշադրության ներքո են գտնվում եւ մասնակիցները եւ ժյուրին, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մենք մեզ կոմֆորտ զգանք եւ իրենց երկրում մեր մշակույթը պարտադիր ներկայացնենք։ Գիտեք, ինչն է շատ կարեւոր, որ իրենք այս ամենի միջոցով հանրահռչակում են իրենց նաեւ արվեստը, իրենց մշակույթը, բերելով այլ մշակույթի կրողների, սա շատ կարևոր գործոն է այսօրվա համար եւ եթե դու ուզում ես, որ քո մշակույթը աշխարհը ճանաչի, դու պետք է աշխարհի մշակույթը ճանաչես։ Կա մի մեծ ծրագիր իրենց պետության հիմքում դրված, պետք է խոսեմ սրա մասին, կոչվում է, պատկերացնում եք, ունեն իրենց կառավարությունների ծրագիր հետեւյալ կերպ է Ղազախ մշակույթի հանրահռչակումը համաշխարհային մշակույթի շրջանակներում եւ այս ծրագրի
տարբեր շրջանակներում են իրենք անում նմանատիպ միջազգային մրցույթները եւ բերում են եւ իրենք գնում են նաեւ սա շատ կարեւոր է, սա շատ կարեւոր է եւ մեծ ուշադրություն է, ոչ թե մեծ, այլ շատ մեծ ուշադրություն, հատուկ ուշադրության է արժանացվում կոնկրետ մշակույթը։ Սա շատ կարեւոր է եւ ելի եմ ասում, թվում է թե երբեմն կարող ես մտածել, դե Ղազախստանն է, այսինքն ասիական հատվածը եւ այլն, բայց ոչ, ամեն ինչ արվում է շատ բարձր պրոֆեսիոնալիզմով եւ այնտեղ դու քեզ զգում ես որպես արտիստ, որպես հյուր լավագույնս եւ մեր պատանիների համար իսկապես մեծ փորձ է, միջազգային մրցույթ է, մեծ բեմ է, գնահատականներ, ժյուրի, վստահ եմ դա հետագայում նրանց շատ է օգնելու։ Դե, եթե դու ուզում ես պարզապես պահանջված արտիստ դառնաս, ես այդպես եմ ասում, չնայած կան արտիստներ, ովքեր որ մրցութային չեն, բայց դուք ինքներդ այդ փորձը ունեցել եք, վստահաբար շատ լավ կհասկանաք բոլորեն արտիստներին, նաև փոքրիկ արտիստներին, ովքեր որ այսօր այդ ճանապարհը անցնում են։ Դե իրենց պետք է մարզել որպես զինվորներ, որպեսզի գնան, գրավեն եւ կան, սա շատ կարեւոր բան է։ Մշակույթը եւ ներկայացնեն եւ գրավեն եւ վերադառնան։ Այստեղ տեսնում եմ պատվոգրեր, մրցանակներ, կարծում եմ կարող ենք ներկայացնել։ Այո, սա Անահիտի երկրորդ մրցանակն է, որ ստացել է այնտեղ, հենց։ Սա դիպլոմն է։ Դա էլ դիպլոմն է Անահիտի։ Մյուսը արդեն մասնակցության դիպլոմն է, այո, ստացել եւ այսպես։ Շատ են այսպիսի մրցանակները քո սենյակում դրված Անահիտ։ Այո։ Մի քիչ պատմիր քեզնից, կարծում եմ բոլորիս արդեն հետաքրքրում է, թե դու առհասարակ ինչով ես զբաղվում, բացի մրցույթներին մասնակցել է, նաև սան ես Վրեժ Կիրակոսյանի դպրոցում եւ ինչպես են անցնում այնտեղ քո դասընթացները եւ հետագայում ինչ ես ուզում անել։ Ես հիմա զբաղվում եմ նաև մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին Հայաստանում կայանալիք ATV-ով Վրեժ Կիրակոսյանի դպրոցում արդեն Լիլիթ Ալբերտովնայի հետ պրոֆեսիոնալ վոկալով ենք զբաղվում, հոբիս նաև գիր կարդալ, գրել բանաստեղծություններ, գրում եմ ակրոստիկոսներ նաև, սիրում եմ ստեղծագործել ուղղակի։ Հետո ուզում ես երգչուհի դառնալ, թե դեռ հստակ չի։ Այո, անպայման։ Այսքան մրցանակներից հետո ինչպես կարող ես, չէ, ուրիշ բան ընտրել։ Բնականաբար։ Ճանապարհին հետը գիրք ուներ, բայց չգիտեմ այդ գիրքը վերջ հաստրեց, կարդալ ժամանակ եղավ թե չէ։ Օ, անգամ կարողանում ես յուրաքանչյուր ճանապարհին հետ բերում է գիրք եւ այդպես էլի։ Իսկ ինչպես են քեզ աջակցում այս հարցում քո ընկերները, ընտանիքը, հարազատները։ Ընկերներս շատ բուրըն ինձ ոգևորում են, եւ հաղորդագրություններ գրելով թե դպրոցում նաև ուսուցիչները միգուցե ծնողներս ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել նաև իմ ծնողներին մեծ աջակցության համար, թե հոգեպես, թե ֆիզիկապես միշտ ինձ աջակցում են իմ բարեկամները, իմ հարազատները, բոլորին ուզում եմ հայտնել շնորհակալություն։ Քանի որ խոսեցինք մրցութային լինել չլինելուց, կարծում եմ կարող ենք հիմա նաև խոսել այն մասին, թե ինչ է պետք առհասարակ մրցույթում մասնակցելու եւ լավ ներկայանալու համար, ինչ հատկանիշներ կան, որ բացի երգել իմանալը պետք է արտիստի։ Գիտեք, ինձ համար կարևոր է համար առաջինը ձայնը, եթե մրցույթը կապամ, միանշանակ ձայնը շատ կարևոր է, հաճախ ասում են, որ ոչ եւ այլն, բայց ոչ, ինձ համար դա համար առաջինն է։ Երկրորդը բնականաբար այն պատրաստվածությունը, որին որ գնում է տվյալ արտիստը։ Սկսած իր իհարկե բեմական իմիջից, վերջացրած իր խարիզմատիկ ներկայանալուց, սրանք շատ կարևոր բաներ են եւ ես օրինակ գնահատելուց պարտադիր այդ բոլոր կոմպոնենտները միասին վերցնում եմ եւ գնահատում եմ, որովհետեւ ինձ համար ասում են երգելը քիչ է, ոչ, առաջինը երգելն է 50%-ը, հետո նոր մյուս բոլորը այն 50%-ն է, որը որ ավելանում է։ Իհարկե մրցույթային լինելու համար պետք է շատ աշխատել, դա սպորտսմենի նման մասնագիտություն է, ես ասում եմ միշտ, որ դու պետք է լինես ֆորմայի մեջ, անընդհատ պարապես, հաճախ եւ քո վրա աշխատես նաեւ, թե քո իմիջի, թե քո ձայնի իհարկե, որտեղ յուրաքանչյուր տարիք, յուրաքանչյուր շրջան ունի ձայնի իր փուլերը, զգացողությունն է մարդու մոտ փոխվում, դա շատ կարեւոր է, որովհետեւ դու կարող ես 15 տարեկան
տարեկանում երգել այլ ստեղծագործություն, այլ զգացողությամբ եւ 25 տարեկանում իհարկե այլ ստեղծագործություն, այլ զգացողությամբ։ Սա շատ կարեւոր է։ Իսկ ինչ վերաբերում է մրցույթներին մասնակցելուն, ես շատ կարեւորում եմ մրցույթին մասնակցելու յուրաքանչյուր արվեստի ներկայացուցիչ, դա կլինի, նորից եմ ասում, երգիչ թե դերասան։ Ես նույնիսկ դերասաններին երբեմն ասում եմ, որ դա կոլեկտիվ արվեստ է, բայց պետք է երբեմն ինչու չեք փորձում ձեզ մոնոներկայացումների մեջ, որպեսզի ավելի ուժեղանաք եւ այլ կերպ։ Իսկ երբ ասում ենք մրցույթային երգչուհի է կամ երգիչ է եւ մրցույթային չէ, նկատի ունենք ձայնը, թե նաեւ իր պատրաստվածության աստիճանը։ Համար առաջինը ինձ համար ձայնն է, որովհետև եթե դա բնության կողմից տրված չէ, մենք բոլորս գիտենք, որ այսօր կարելի է մարզել մարդկանց եւ օրինակ շատ երկար ձայնավարժությունների հնարների միջոցով բերել մարդուն այնպիսի մի կարգավիճակի, որ ինքը երգի 1, 2, 3 ստեղծագործություն։ Շնորհակալ եմ շատ այսպիսի հետաքրքիր բովանդակ զրույցի համար եւ ձեզ ցանկանում ենք իհարկե նորանոր Անահիտ հատկապես քեզ նորանոր բեմեր, նորանոր մրցույթներ, հաջողություններ եւ թող այս իհարկե մրցանակները կրկնապատկվեն ու եռապատկվեն։ Շնորհակալություն։ Մենք էլ շնորհակալություն ենք հայտնում եւս մեկ անգամ հրավերի համար, թող որ ձեր տաղավարում մշակույթառատ, բարի, գեղեցիկ լուրեր միշտ լինեն առավոտյան մեր հասարակության համար եւ պարզապես թող որ մեր յուրաքանչյուր հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունենա հաղթանակ իր կյանքում, որտեղ յուրաքանչյուրիս համար հաղթանակը կարևոր է։ Շնորհակալ ենք շատ, սիրելի հեռուստադիտող, իսկ ձեզ առաջարկում եմ այս պահին միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին եւ ապա վերադառնանք արդեն նոր թեմաներով։